Բարև ձեզ սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմադ Բհագավատամը և այս պահին գտնվում ենք նրա 3-րդ երկի առաջին գլխում։ Մենք տեսանք, որ Շուկադևը Գոսվամին ինքը պատասխանելով Պարիքշիտ Մահարաջի հարցին, թե ինչ եղավ Վիդուրայի հետ պալատից հեռանալուց հետո, Շուկադևը Գոսվամին ինքը վերհիշեց այն դրվագները, որոնք իրենք կարևոր էին, և շարունակում է քննարկել, թե Վիդուրան ինքը ինչ արեց։ Մենք տեսանք, որ Վիդուրան ինքը բավականին մեծ ուխտագնացության դուրս եկավ, այսինքն ամբողջ կայսրությունով մեկ տարբեր քաղաքներով հրաժարվածի հագուստով, այնպես որ այդտեղ շատ կարևոր մի մանրուք կար, որ հատուկ նշվեց, որ ինքը այդ հրաժարվածի հագուստով մանր գալիս այնպես, որ իրեն չէի ճանաչում նույնիսկ նրանք, ովքեր ծանոթ են իր հետ։ Ուրեմն, սիրելիներս, Վիդուրան ինքը, ինչպես մենք երեկ քննարկեցինք, երկու շատ կարևոր գետերի մոտ գնաց, այսինքն Սարասվատի գետի, որը գիտելիքի աստվածուհու գետն է, և այնտեղ լոգանք ընդունելով փաստացի ստացավ Սարասվատի աստվածուհու ողորմածությունը, և դրանից հետո եկավ Յամունայի ափը, որը ինքը հոգևոր զգացմունքների գետն է։ Եվ մենք տեսանք, որ տեքստը ասեց, որ այնտեղ Վիդուրան ինքը հանդիպեց Ութավային։ Որպեսզի մենք մեզ համար ավելի պարզ լինի և մենք կարողանանք քննարկել, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը, մենք երևի թե պետք է անդրադառնանք նրան, թե ինչ նշանակություններ ունեն այդ ազնվորությունների անունները։ Կներեք, դառնալարերս շատ եմ խոսում։ Ուրեմն, Ութավայի անունը ինքը, եթե մենք վերցնում ենք սանսկրիտ իմաստը, այդ անվան ուղղակի իմաստը, ապա ինքը բաղկացած է ութ, որը նշանակում է բարձր կամ դեպի առաջ, և դհավը բառերից, որը նշանակում է գնացող կամ ձգտող։ Այսինքն, սա, եթե մենք բառացի թարգմանում ենք, նշանակում է նա, ով ձգտում է դեպի վերև, կամ նա, ով վեր է բարձրանում, այսինքն մի ազնվորություն, որը ուղղված է ամենամեծ բարձրություններին, չէ՞։ Եվ այստեղ մենք ստանում ենք սիմվոլիզմի տեսանկյունից, որ Ութավան դա ինքը իրականում ռեալ հարաբերությունների մեջ ինքը Տեր Կրիշնայի անբաժան և մտերմիկ ընկերներից էր և մարմնավորում էր կատարյալ նվիրվածությունը, բայց և նաև հասուն իմաստուն ներքին աշխարհում։ Եվ դա էր պատճառը, որ, ինչպես ես անցյալ անգամ ասեցի, որ Տեր Կրիշնան ինքը մի պահ հենց Ութավային էր, որ վստահեց շատ կարևոր մի գործ, որը հիմա ես, եթե այդ պատմությունը պատմեմ, այնքան բան պիտի բացատրեմ, որ դուք հասկանաք, թե ինչի մասին էր խոսքը, որ թույլ տվեք այսօր դա չանեմ, ինչ-որ մի որ խոսակցություն կգնա, կամաց կպատմեմ, էլի այդ ամեն ինչը։ Այսինքն ինքը մարմնավորում է, օրինակ, բանականության մաքրությունը, չէ՞, որ բանականությունն է ինքը կոչվում մաքուր։ Մաքուր է կոչվում այն բանականությունը, որը ինքը 100%-ով կենտրոնացած է հոգևորի վրա, իսկ ինչ է նշանակում կենտրոնացած լինել հոգևորի վրա։ Դա նշանակում է կենտրոնացած լինել սիրո վրա, որ սերն է, որ կատարյալ է, դա Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ սերն է։ Ինչու՞, որովհետև Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ամենակատարյալ անձնավորությունն է։ Եվ նրան մաքուր սիրով կարող են սիրել միայն
կատարելության հասած կենդանի էակները, որովհետև միայն իրենք են, որ ռեալ Աստծուն գնահատում են որպես այսինքն ամեն մեկի սիրո ունակության այս բանը էլի այն ամենաինտենսիվ ունակության արժանի, հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ութավան ինքը նաև որպես սիմվոլիզմ այն ազնվորությունն էր, որը ինքը երբեք, եթե նույնիսկ գտնվում էր նյութական էներգիայի ազդեցության տակ եւ նյութական էներգիան ինքը փորձեր ութավային գրավեր պրիվիլեջ էլի գրավեր, չէ՞, գրավել ասեց իր ամբողջ ուժերը օգտագործելով նյութական էներգիան չէր կարողանա գրավել ութավայի ուշադրությունը։ Իսկ իր անունը ուրեմն ինքը մատնանշում է այդ դեպի վերև, հա, դեպի վերև, այսինքն դեպի վերև գնացող հոգու ճանապարհը առ Աստված։ Ինչ վերաբերում է Վիդուրային, ապա Վիդուրայի անունը, եթե մենք ձեզ հետ թարգմանենք, չէ, ինքը բաղկացած է վիդ եւ ուրա բառերից, որը վիդը դա նշանակում է իմանալ, լինել իմաստուն։ Ուրա ինքը կարող է ցույց տալ խորություն կամ բան էլի, сердечный, как это сказать. Մեկ բառեր կա, որ ես հայերեն ուղղակի չգիտեմ։ Սրտացավ, հա, ինքը այ կարող է բան ցույց տալ այդ ուրա մաստիկը, որ ինքը սրտացավ անձնավորություն էր։ Այսինքն իր անունը ինքը նշանակում է, որ Վիդուրան որպես մահվան կիսաստված ինքը անձնավորություն է, որը ինքը գիտի, որը ինքը իմաստուն է, այսինքն խորը գիտելիքի տեր է, չէ՞։ Եթե մենք խոսում ենք արդեն այդ թե ինքը ինչի մարմնավորումն է, իմինը ոչ թե Յամարաջի տեսքով, այլ իմինը Վիդուրայի տեսքով, չէ՞։ Ուրեմն ինքը որպես Յամարաջ ինքը կրոնականության սկզբունքների մարմնավորում է, բայց որպես նվիրյալ, ուրեմն ինքը, ինչպես մենք տեսանք, որովհետև ինքը ոչ մի կերպ չհամաձայնվեց այն անարդարությունների հետ, որը կատարվում էր բանդավների կյանքում, դա նշանակում է, որ ինքը, եթե բանել, այսպես մի քիչ բան ասեմ, տնավարի ասեմ, ինքը խղճի մարմնավորումն էր, հա, այսինքն ինքը բարոյականության, ներքին իմաստության եւ խղճի մարմնավորումներ, այսինքն ազնվորություն, որի խիղճը թույլ չի տալիս իրան, որպեսզի ինքը շահից դրդված անի անարդար քայլեր, հա։ Իր անունը նաև արտացոլում է բանականության պարզությունը, արտացոլում է այն, որ գիտելիքի հիմքի վրա ինքը անկաշառ է, հա, եւ շատ զգայուն է ճշմարտության հանդեպ, ինչպես մենք տեսանք իր գործողություններից, թե, եւ ինքը կարողանում է այդ պահպանել ճշմարտության հանդեպ իր հակվածությունը նույնիսկ կյանքի ամենադժվար պայմաններում, որովհետև իրականում մենք կարողանում ենք հասկանալ, որ պարզից էլ պարզ է, որ ազնվորությունը ինքը այսպես ասենք էլի, որ ազնվորությունը ինքը շատ մեծ կորուստ է ունենում, չէ, բավականին մեծ անհանգստությունների առաջ է կանգնում, երբ որ ինքը որ հայավարի ասած գլխին տանիք չունի, չէ, սա իրականում շատ դժվար իրավիճակ է, բայց մենք տեսանք, որ Վիդուրան ինքը գնաց այդ կորուստին, հա, եւ բայց չզիջեց ճշմարտությունը եւ ինքը մինչեւ վերջ հանգիստ նայեց այդ երկու հանցագործիր բարեկամներին եւ ասեց, որ դուք արդար չեք, դուք հանցագործություններ եք գործում, վերադարձրեք այն ինչ որ օրենքով պարտավորվել եք վերադարձնել, հələ չենք խոսում նրա մասին, որ իրականում ամբողջ կայսրությունը պիտի տաք, բայց զավթել եք, բայց գոնե այն ինչ որ պայմանավորվել եք, ինչ որ խոսք էիք տվել այդ խաղի ընթացքում, գոնե դա կատարեք, չէ՞։
մենք տեսանք, որ Վիդուրան ինքը չզիջեց։ Եվ հիմա տեսեք, ուրեմն մենք տեսանք, որ Վիդուրան ինքը այդ եկավ տարբեր սրբավայրերում ուխտագնացություն կատարելով սկսեց հավաքել բարեպաշտության պաշար։ Ինքը օրինակ է հիմա ցույց տալիս մարդուն։ Ինքը սկսեց հավաքել բարեպաշտության պաշար, չէ՞, դրանից հետո եկավ խոնարհվելու հոգևոր գիտելիքին եւ հայտնվեց այնտեղ, որտեղ որ արդեն խոսակցությունը գնում է հոգևոր աշխարհի հարաբերությունների մասին։ Եվ այդտեղ ինքը հանդիպեց Ութավային, որը ինքը դեպի առաստված գնացող ճանապարհի բարձունքներին ձգտող անձնավորություններ։ Թե այդ դա ինչ իմաստ ունի, ես ընթացքում կամաց կպատմեմ ձեզ, որ հիմա ասենք շատ ծավալուն թեմա է դա, ինքը պատմությունը այդքան մեծ չի, բայց դա 10-րդ երկի թեմաներն են, դա նշանակում է, որ մենք հիմա ոչ մի կվալիֆիկացիա չունենք էլի այդ թեմաները լսելու, որպեսզի ես կարողանամ բացատրեմ, շատ բան մանրուքներ պիտի ստիպված լինեմ բացատրել, որ այս պահին մենք իրականում պատրաստ չենք։ Ուրեմն մենք տեսանք, որ Վիդուրան ինքը հանդիպելով Ութավային, ուրեմն զգացմունքով եւ սիրով ինքը գրկեց Ութավային։ Ինչու՞, որովհետեւ Ութավան ինքը Տեր Քրիստոսի անբաժան ուղեկիցն էր, հա, եւ դա նշանակում է, որ Ութավան ինքը շատ յուրահատուկ ազնվորություն է, որտեղ մենք պետք է հասկանանք, որ գիտեք ոնց էլի, երբ որ մենք օրինակ եթե այդպիսի երջանկություն ունենայինք, որ Ութավայի նման ազնվորությանը տեսնեինք, չէ, ապա պատկերավոր ասած, այսպես մատի ծայրով իր մարմին կպնելը, դա արդեն եսիմ ինչ բարեպաշտության բան կլիներ էլի կենդանիակի համար, բայց Վիդուրան ինքը տարիքով Ութավայից մեծ է։ Եվ դրա համար ինքը շատ հանգիստ, այսինքն տեսեք, ինչքան էլ ուզում է Ութավան բարձր ազնվորություն լինի, չէ՞, Վիդուրան իրան, որտեղ վարյացիների մշակույթը ինքը այնպիսին էր, որ կար բան էլի, կար կարգ ու կանոն, թե ազնվորությունը ինքը ինչպես կոպիտ ասած, ինչպես իրավունք ունի բարևի, կախված իր դիրքից։ Եթե ազնվորությունը ինքը ավելի ցածր է, քան ասենք այն ազնվորությունը, ում ինքը հանդիպել է, այդ պարագայում ինքը պետք է իրան խոնարհումներ առաջարկի, ոչ թե մարմնով փռվի, այլ այսպես նամաստե ձեռքով գլուխը կախի իր առաջ։ Եթե իրանք ընկերներ են, իրանք իրար գրկում են։ Եթե ազնվորությունը ինքը հասկանում է, որ հանդիպել է իրանից փոքրին, ուրեմն ինքը անպայման գիտի, որ ամենաճիշտը դա նա է, որպեսզի ինքը օրհնի իրենից փոքրին։ Հիմա մենք տեսանք, որ Վիդուրան ինքը գրկեց Ութավային, թեկուզ տարիքով մեծ է։ Այսինքն ինքը համարեց, որ Ութավան այն ազնվորությունը չի, որին ինքը պետք է օրհնություններ տա։ Եթե հիշում եք, մենք մի անգամ էլ ենք այսպիսի նրբության հանդիպել, երբ որ խոսում էինք Մայրկունցի մասին, չէ՞, երբ որ Մայրկունցին ինքը աղոթքներ էր առաջարկում Տեր Քրիստոսին, ինքը ինչ ասեց։ Ինքը իր աղոթքները, իր կենտրոնացումը սկսեց պորտից։ Ինչու՞։ Որովհետև իրականում ինքը իր մեծ հորաքույրն էր, հա, Կունցին, եւ ուրեմն իրավունք ուներ նայել Տեր Քրիստոսի աչքերին։ Բայց որպես նվիրյալ ինքը պետք է նայեր դրա Տեր Քրիստոսը, այսպես ասենք, Տեր Քրիստոսն ինքը համարում էր, որ որպես հորաքույր ինքը պիտի նայի իր աչքերի մեջ, Կունցին ինքը համարում էր, որ որպես Գերագույն Աստծո ծառա ինքը պիտի նայի իր ոտքերին, եւ դրա համար, երբ որ ինքը սկսեց խոսել, այսինքն խոնարհումներ էր առաջարկում, ինքը նկարագրությունը սկսեց Տեր Քրիստոսի պորտից։ Մենք այն ժամանակ խոսացինք, չէ՞, որ ոնց որ ոչ քեզ, ոչ ինձ։ Սկսեմ մեջտեղից, հա, հասկանում եք։ Այո, մենք տեսնում ենք այդ նույն մշակույթի
որտեղ օրինակ ասենք մեկ ես բանն եմ ասենք նկատում եմ, որ փոքր երեխաներին սովորացնում են շատ սխալ պահվածք, որտեղ ասենք մեծահասակը ինքը կարող է երեխային օրինակ ասենք, չգիտեմ, կոնֆետ տալ կամ ինչ-որ մի բան անել երեխայի համար, եւ երեխան շուռ է գալիս, ասում եմ մերսի ապրես։ Հա? Այդ ապրեսը փոքրը մեծին բան չի էլի, սխալ է ասելը։ Հասկանում եք, ինքը ուղղակի պետք է ասի շնորհակալ եմ։ Հա, ինքը չի կարող ասի ապրես։ Ապրեսը ասում է մեծը փոքրին։ Հասկանում եք։ Եվ նույն կերպ, այո, արիական քաղաքակրթության մեջ շատ կարևոր էր այդ մշակույթը, թե ընդհանրապես ով էր բարևում, ով չէր բարևում, որտեղ ինչ էր կատարվում, սա իրականում շատ կարևոր հարցեր էին։ Եվ Վիդուրան մենք տեսանք, որ իրականում լինելով տարիքով մեծ, հա, ինքը Ութավայից, ինքը նույնիսկ այնպես պահեց իրեն, որ Ութավան չհասցնի ընդհանրապես, որպես փոքր Վիդուրային հոնարվի։ Ինքը անմիջապես գրկեց Ութավային, որպես այդպես, որ ասենք, ես քեզանից մեծ եմ տարիքով, իսկ դու պատկերավոր ասած ինձանից մեծ ես իրականացման քո մակարդակով, քո նվիրվածության մակարդակով, եւ նշանակում է մենք հավասար ենք։ Ուրեմն արի գրկվենք։ Հասկանում եք, հիմա մի քիչ հետո Վիդուրան ինքը լրիվ ուրիշ բան խոսի Ութավայի մասին, բայց այս պահին, երբ որ իրանք հանդիպեցին եւ բարևեցին իրար, Ութավան իրան այդպես պահեց, որ իրականում, ասենք, բանը իր համար այդպես որպես մտերիմներ, չէ՞։ Եվ ինչի համար, որովհետեւ այստեղ ասվեց, որ ինքը Տեր Կրիշնայի անբաժան ուղեկիցն է, հա, եւ Բրիհասպատի երբեմնի լավագույն աշակերտներից մեկը։ Այդ Բրիհասպատին ինքը իրականում շատ հզոր բրահման էր, ինքը շատ հայտնի անձնավորություն էր արիական քաղաքակրթության մեջ եւ լինել իր աշակերտը դա մեծ պատիվ էր, հա։ Եվ Ութավան ինքը այն անձնավորություններից էր, որը ինքը լավագույն աշակերտներից էր, հա։ Եվ հիմա եւ Վիդուրան իմանալով հանդերձ, որ գործ ունի Տեր Կրիշնայի անբաժան ընկերոջ հետ, ինքը խնդրեց, որպեսզի Ութավան պատմի իրեն Կրիշնայի մասին։ Եվ Կրիշնայի մասին, եւ նրա ընտանիքի մասին, չէ՞, որն էր Ութավայի Վիդուրայի խնդրանքը։ Խնդրում եմ պատմիր ինձ Տիրոջ սկզբնական անձնավորությունների մասին։ Այո, այսինքն այստեղ որ ինքը ասում է անձնավորությունների, այսինքն մի հոգի չի, հա, խոսքը գնում է Տեր Կրիշնայի եւ Բալարամայի մասին։ Տեր Կրիշնայի եղբոր։ Մենք ձեզ հետ շատ ենք խոսել նրա մասին, որ արիացիները իրենք այ հոգեբանական տեսանկյունից, չէ՞, եթե մենք մի մոմենտ պատկերացնենք, որ Աստված չկա, հա, իրենք միևնույն է քննարկում են, հա, քննարկում են Տեր Կրիշնային, մենք խոսացել ենք, կներեք դրա մասին, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ի վիճակի է տալ տարբեր մարմնավորումներ, չէ՞։ Եւ այդ տեսանկյունից, ուրեմն Տեր Կրիշնան ինքը իր ամենաառաջի, այսինքն այ որ տեքստը ինքը հնչում է այսպես, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մենակ էր։ Երբ որ ինքը ուզեցավ վայելի իր գոյությունը, հա, ինքը առանձնացրեց իր մեջից իր ներքին պոտենցիալ, այսինքն իր զգացմունքայնությունը, եւ դա եղավ Գերագույն Աստծո անձնավորության սիրեցյալը, այսինքն ինքը ստացավ, ինքը ուներ կանացի մարմին, հա։ Սա մարմնավորում չի, հասկանում եք, սա Գերագույն Աստծո անձնավորությունը իր մասը հանեց եւ որպեսզի ինքը կարողանա շփվի, հա։ Հիմա ինչ վերաբերվում է Բալարամային, չէ, Բալարաման ինքը այդ Տեր Կրիշնա, այսինքն Գերագույն Աստծո անձնավորության առաջին մարմնավորումն է, ինքը ահավոր հզոր է, այսինքն ինքը բալա խոսքը նշանակում է ուժ,
հա, ուրեմն Բալարամը դա ազնվորություն է, որը ինքը բան է, էլի, հոգևոր ուժն է, այսպես ասենք հələ որ։ Ինքն է, որ բոլոր հոգևոր ուսուցիչների հովանավորն է։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ, Բալարաման ինքը մեկ-մեկ Գերագույն Աստծո ազնվորության հետ գալիս է որպես իր փոքր եղբայր, երբ որ ինքը նյութական աշխարհ է գալիս, բայց երբ որ գալիս է անմիջապես Տեր Շի Կրիշնան, այսինքն փոքր եղբոր դերում ինքը գալիս է օրինակ, երբ որ նյութական աշխարհ է գալիս Ռաման, հա, ես կարծում եմ, որ ձեզանից շատերը ճանաչում են այդ ազնվորությանը, լսել են նրա մասին, ուրեմն այնտեղ ինքը իր փոքր եղբայրն է, բայց այդ նույն Բալարաման, երբ որ գալիս է նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորությունը ըստ արիացիների, ապա ինքը գալիս է որպես Կրիշնայի մեծ եղբայր, հա, եւ սա ինքը շատ կարեւոր գաղափար է իմաստի տեսանկյունից, հա, ինչի համար, որովհետեւ տեսեք, երբ որ ընդհանրապես ներկայացվում է, թե Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչպես եկավ նյութական այդ մեր մոլորակ 5000 տարի առաջ, չէ, այնտեղ իրականում շատ կարևոր սիմվոլներ կան։ Առաջինը դա է, չէ, որ իր այսպես կոչված բեղմնավորումը տեղի ունեցավ Մաթուրանում։ Մաթուրան դա տրանսցենդենտալ գիտելիքի տարածքն է։ Այսինքն նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը համընդհանուր վայելքի սկզբունքն է։ Սա շատ կարևոր բան է, հասկանում եք, որովհետև սովորաբար մարդկությունը ինքը խոնարհվում է Գերագույն Աստծո ազնվորության հզորությանը, չէ՞, եւ այդ համընդհանուր երանության խնդիրները իրենք քիչ են քննարկվում։ Քննարկվում է ուղղակի, որ ամեն ազնվորությունը ինքը այսպես առանձին ուղղակի Աստծո ծառան է, այսինքն պիտի կատարի Աստծո հրահանգները։ Ես արդեն մի անգամ խոսել եմ դրա մասին, որ իրականում երբ որ մարդկությանը պահում են միայն այդ դաշտում, հա, ստացվում է, որ կրոնականությունը, դա ձեզ ցանկացած հոգեբան կասի, որ այդ կրոնականությունը ինքը ուղղակի կենթանիակին ներշնչում է, որ ինքը պետք է լինի ենթարկվող։ Արիացիները իրենք դրանից, գիտեք ոնց էլի, այսպես ասեմ, իմ հավեսը գիտեք որտեղ է տալիս էլի, արիացիները իրանք այն ազնվորություններն էին, հասկանում եք, որ կարիք չունեին արհեստական մեթոդների դիմել ենթարկեցնելու համար։ Իրանք այնքան երբ որ մենք ասում ենք առաքինի, դա նշանակում է, որ ահավոր ազնվորություններ էին։ Եվ իրենք կարող էին, չէ, հասնել նրան, որ մարդը հաճույքով ինչ-որ մի բան իրանց համար անի, առանց ոչ մի ստրկական, չգիտեմ, ծառայական այդ մենտալիտետի, հասկանում եք, չէ, այդ մենտալիտետը ինքը կարևոր է կամ ընդունելի է, ոչ թե կարևոր է, այլ ընդունելի է այն ամենանախասկզբնական շրջանում, երբ որ, գիտեք այսպես էլի, մի քիչ տնավարի ասեմ կներեք, երբ որ տգիտության եւ կրքերի գոյավիճակի այդ դերքին աշխարհ ունենալու հետ կապված, ազնվորությունը ինքը լկստված է, որովհետև եւ տգիտության մեջ, եւ կրքերի մեջ կենթանիակը ինքը չգիտի հարգել, հասկանում եք, եւ այո, այդ տեսանկյունից հոգեվոր կյանքի սկզբնական շրջանում շատ է խոսացվում Գերագույն Աստծո ազնվորության հզորության մասին, ինչու համար, որպեսզի կենթանիակը ինքը գա հարգանքի դաշտ։ Բայց միևնույն է, երբ որ մենք նայում ենք արիացիների կրոնականության ներքին հոգեբանությունը, չէ, մենք տեսնում ենք, որ միևնույն է, նույնիսկ հարգանքի մասին խոսելով, չէ, արիացիները իրենք գալիս են այդ գաղափարին, որ ազնվորությունը ինքը պետք է խոնարհվի Գերագույն Աստծո ազնվորության հզորությանը, ոչ թե վախից, այլ հարգանքից։
Հասկանում եք, իսկ հարգանքը заслуживают արժանանում են, հա? Հարգանքի արժանանում են։ Այսինքն կենդանեակը ինքը ինչ-որ որակներ է ցուցաբերում, որի հիմքի վրա արժանանում է հարգանքի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը, երբ որ կենդանեակը ինքը գալիս է հոգևոր կյանք, չէ՞, գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իրեն այնպես է դրսևորում, որ այդ կենդանեակը ինքը հարգանք ունենա իր հանդեպ, հա? Իրականում այդ մասը, որտեղ այդ լկստված կենդանեակը ինքը իրան սկզբից վախացնում են, որովհետև կենդանեակը ինքը ինչու է լկստված, ինքը չի հավատում Աստծո գոյությանը, ինքը չի ընդունում Աստծուն, չի ընդունում բարոյականության կանոնները, չէ, բավականին ազատ պահվածք ունի բոլոր դաշտերում եւ համոզված է, որ եթե ինքը խորամանկ է կամ ճարպիկ է, իրեն հաջողվելու է խուսափել մարդկային դատից, իսկ աստվածային դատին ինքը չի հավատում, չէ, եւ դրա համար այդտեղ կենդանեակի հետ սկսում են խոսել այնպես, որ դու քեզ խելոք պահի, որովհետեւ դու կարող ես մարդկանց խաբես եւ սոսկես եւ ինչ-որ միլիոն հանցագործություններ կատարես, հետո էլ մարդկության գլխին այնպեսի դերեր խաղաս, ոնց որ թե դու մարդկության փրկիչն ես եղել, հա? Հասկանում եք, չէ՞, այսինքն տամագունայի էլի տգիտության գոյավիճակի հերոս է իրականում, չէ՞, դու պետք է հասկանաս, որ կա գերագույն Աստծո ազնվորությունը եւ ինքը քեզ պատժելու է քո արարքների համար։ Եվ արդեն եթե դու նույնիսկ մարդկային դատից կարողանաս խուսափես, Աստծո դատից չի հաջողվելու խուսափել։ Սա է խոսակցությունը էլի կենդանեակի հետ, հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն սիրելիներս, մենք կարողանում ենք հասկանալ, չէ, որ իսկ արդեն հետո, երբ որ կենդանեակը ինքը իրենց ոնց որ ասես զսպում է, հավաքում է իրան, հասկանում է ում հետ գործ ունի, հա, դրանից հետո գերագույն Աստծո ազնվորությունը ինքը անմիջապես սկսում է քայլեր անել, հա, որտեղ ոչ թե կենդանեակը ինքը վախից կխոնարհվի իրան, այլ հարգանքից, այսինքն այդ դրանից, որ դու արժանի ես, որ ես քեզ ենթարկվեմ, հասկանում եք, որտեղ սկզբում, այո, ես ստիպված եմ քեզ ենթարկվեմ, որտեղ իրականում ես բացարձակ ազատություն էի ուզում, հա, իսկ հիմա ես արդեն գտնում եմ, որ դու արժանի ես, որ ես քեզ ենթարկվեմ, սա հասկանում ենք, որ երկու բացարձակ բևեռային տարբեր մտածելակերպեր են, չէ՞։ Եվ ուրեմն, սիրելիներս, այստեղ առաջ է գալիս ուրեմն այդ գաղափարը, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը, երբ որ գալիս է նյութական աշխարհ, չէ, իր առաջի մարմնավորումը դա Բալարաման է, եւ Բալարաման ինքը գերագույն Աստծո ազնվորության հզորության պոտենցիան է, հա, եւ համել, գիտեք ոնց էլի, ես միշտ բան եմ անում, որ մենք Աստված եթե հասնենք 10-րդ երկին, հա, միշտ ասում եմ դրա մասին, որ կա այսպիսի մի բան էլի, որ իրականում, ասենք, այդ Տեր Բալարաման ինքը հոգևոր աշխարհի ամենասթափ ազնվորությունն է։ Մենք դες հետ խոսել ենք դրա մասին, որ այրացիները իրենք պնդում են, որ եւ նյութական աշխարհում եւ հոգևոր աշխարհում կա այսպես կոչված մայա էներգիան։ Այսինքն այն էներգիան, որը ինքը պատրանք է ստեղծում։ Հասկանում եք, սա շատ նուրբ, շատ այդպեսի միշտ բարձունքների խոսակցություններ են, բայց դե չի ստացվում առանց այդ բաները բացատրելու էլի։ Ուրեմն նյութական աշխարհում պատրանքի էներգիան ինքը աշխատում է այնպես, որպեսզի ստեղծի պատրանք, որ Աստված չկա։ Այսինքն նյութական աշխարհում պատրանքի էներգիան թաքցնում է գերագույն Աստծո ազնվորությանը։ Եվ երբ որ ազնվորությունը ինքը ընդունում է հոգևոր կյանքը, ինքը փաստացի ընդունում է այդ ճանապարհը, որ
Ես քեզ այս պատրանքի շղարշը անցնելու եմ ու քեզ հայտնաբերելու եմ, եթե դու կաս։ Պայմանը ո՞րն է։ Գերագույն Աստծո անձնավորությունը ասում է, պայմանը նա է, որ նյութական աշխարհում պիտի չմնա ոչ այդպիսի երևույթ, ոչ այդպիսի օբյեկտ, որին դու ունես կապվածություն։ Հասկանում եք։ Եվ այստեղ այս մակարդակի խոսակցության մեջ հայրենասիրությունն էլ է արժեզրկված։ Հասկանում եք, որտեղ իրական տրանսցենդենտալիստները իրենք այդ ամեն ինչից վեր են։ Հասկանում եք։ Հիմա, չէ՞։ Եվ ուրեմն այդ ժամանակ նոր Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ ինքը համոզվում է, որ կենդանիակը կենտրոնացած է միայն այդ ցանկության վրա, որ ուզում է իր հետ հանդիպել եւ որ իր ոչ մի բան այս աշխարհում այլևս չի ուզում, այսպես եթե պատկերավոր ասենք, ինքը հրաման է տալիս այդ պատրանքային էներգիային, մայային, որ մի կողմ քաշվիր, որ այս հոգին տեսնի ինձ։ Հիմա եւ նույն կերպ մայան, այսինքն պատրանքային էներգիան, օրինակ գիտեք, որ ես առաջի անգամ երբ որ հանդիպեցի այս գաղափարին, շոկ էի ապրել, որտեվ ասենք ինքը ճանապարհը, չէ, ներկայացվում է որպես ճանապարհ, որը գիտելիքի վրա է։ Իսկ դա նշանակում է, որ քանի գնում է կենդանիակը, ինքան այդքան ավելի շատ է տեսնում իրականությունը։ Եվ թվում էր, որ հոգևոր աշխարհը դա բացարձակ ճշմարտության աշխարհն է։ Եվ երբ որ հանկարծ ես հանդիպեցի այդ գաղափարին, որ հոգևոր աշխարհում նույնպես կենդանիակների վրա ազդում է, причем սենց էլի կներեք, ավելի փիս, ոչ թե մենակ կենդանիակների վրա է ազդում, այլ յոգա մայան, որտեղ նյութական աշխարհում ինքը կոչվում է մահա մայա, այսինքն մեծ մայա, մեծ պատրանք, որ Աստված չկա։ Իսկ հոգևոր աշխարհում այդ նույն ազնվորությունը ինքը կոչվում է յոգա մայա։ Յոգա մայան դա Աստծո հետ կապ ստեղծող պատրանք։ Հասկանում եք ինչ իմաստ է խոսքը։ Ես շոկի մեջ էի, երբ որ առաջի անգամ այդ գաղափարը կարդացի, բայց հետո երբ որ արդեն խորանում ես, կամաց հասկանում ես, նորից գալիս ես այդ գաղափարին, որ եթե նույնիսկ Աստված չկա, ազնվորությունը, որ ինքը այս ամեն ինչը օրինել է, ինքը իրանից ավելի հանճար է հոգեբան այս աշխարհում չկա։ Հա, տեսեք ուրեմն ինչի մասին է խոսքը, չէ՞։ Մենք իրականում այդ թեման քննարկել ենք, ես շատ, հայերի հետ մի տեսակ էսպես է ստացվում։ Ես նույն Բագավատամը այստեղ նրանք, ասենք ես, երբ որ իմ աշակերտների հետ եմ խոսել, ասենք Ռուսաստանից, Ուկրաինա, բայց ռուսախոս հիմնականում, չէ՞։ Մտքից ծայրով անգամ չի անցել այսպիսի թեմաներ քննարկել, հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն ասենք, տեսեք, մենք դա քննարկել ենք, չէ՞, որ որպեսզի տեղի ունենան Գերագույն Աստծո անձնավորության եւ կենդանիակի միջև մտերմիկ հարաբերություններ, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը այդ հարաբերությունները կարող է վայելի, չէ՞։ Ընդ որում ամենագլխավոր գաղափարներից մեկը նա է, որ չկա այնպիսի երանություն, որը հասանելի չլինի Գերագույն Աստծո անձնավորությանը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ դա իրականացնելու համար հիմա եւ Գերագույն Աստծո անձնավորությունը, մենք ասում ենք, պիտի մոռանա, որ ինքը Աստված է։ Եվ կենդանիակը պիտի այսքան ինքը պիտի մոռանա, որ ինքը ամենահզորն է, իսկ կենդանիակը պիտի մոռանա, որ ինքը ամենափսորն է, հասկանում եք, եւ այդ ազդեցությունը այդ երկուսի վրա թողնում է յոգա մայան։ Այդ տեսեք, եթե այս գաղափարը, չէ, հնչում է, օրինակ, իմպերսոնալիստների ներկայությամբ, որոնք իրենք հենված են տրամաբանության վրա, իրենք անմիջապես կասեն, ուրեմն վերջնական, նախասկզբնական ճշմարտությունը յոգա մայան է, որովհետև ինքը կարողանում է ազդել Գերագույն Աստծո անձնավորության գիտակցության վրա։ Պերսոնալիստները իրենք ասում են ոչ, այդպես չի։ Բոլոր էներգիաները ենթարկվում են Աստծո կամքին։ Հա? Եվ այդ էներգիան ինքը աշխատում է այսպես, քանի դեռ Գերագույն Աստծո անձնավորությունը
ինքը գնահատում է իր դիմացի անձնավորություններին այդ մաքրամաքուր սիրո վրա հենված անձնավորություններ, ինքը իրեն թույլ է տալի մոռանալ, որ ինքը Աստված է եւ մտնում է այդ կենդանեակների հետ շատ մտերմիկ հարաբերությունների մեջ։ Բավական է, որպեսզի կենդանի էակը այն ոնց են ասում ես, չգիտեմ, այն աչքի ծայրով, մտքի ծայրով անցկացնի, հա, ինչ որ մի հատ մաքուր սիրուց այն կողմ գաղափար, գերագույն Աստծո անձնավորությունը միանգամից սթափանում է։ Այսինքն դա իր մեջ այսպես մեխանիկական դրված է, հա։ Օրինակ տեսեք, դրա շատ մոտիկ սկզբունքը, չէ, կա հոգեբանության մեջ։ Երբ որ կենդանեակը ինքը կարող է, իրականում կարող է, ամեն անձնավորություն ինքը կարող է իրան ինքնագիպնոզ անել, չէ։ Երբ որ ինքը կարող է ինքը իրան ներշնչել, որ օրինակ ամեն անգամ, երբ որ ես կլսեմ այսինչ բառը, ես կտամ այսինչ ռեակցիա։ Հասկանում եք, չէ՞։ Այդ մոտավորապես դա է, էլի, որ նախասկզբնականորեն այդ էներգիան ինքը այդպես է ենթարկվում, որ քանի դեռ ես ոնց որ Աստված այդ էներգիային այդ հրամանը տա, որ քանի դեռ ես գտնվում եմ մաքուր սիրով պարուրված կենդանեակների շրջապատում, ես մոռանում եմ, որ ես Աստված եմ։ Բայց հենց որ կարդացիր, որ որևիցե մեկը մի միլիմետր մաքուր սիրուց դուրս եկավ, ես միանում եմ։ Այսինքն դա միևնույն է, այդ յոգամայայի էներգիան ինքը միևնույն է գտնվում է գերագույն Աստծո անձնավորության, հովանավորության, ղեկավարության տակ եւ կատարում է իր կամքը։ Հասկացաք, չէ՞։ Հիմա, ուրեմն սիրելիներս, չէ՞, եւ այնտեղ տեղի են ունենում արդեն մտերմիկ հարաբերությունները եւ Ութավան ինքը այդ նվիրալներից է, որը ինքը շատ մտերմիկ անձնավորություն էր Տեր Կրիշնայի համար, չէ՞։ Եվ ինքը հիմա այստեղ Վիդուրան ինքը խնդրեց, ասեց պատմի ինձի գերագույն աստվածների մասին, անձնավորությունների, այսինքն խոսքը գնում է Կրիշնայի եւ Բալարամայի։ Կրիշնան համընդհանուր վայելքի սկզբունքն է եւ Բալարաման ինքը այս դեպքում ծնվում է որպես իր ավակ որդի, այսինքն մի սկզբունք, որի մեջ ծնվում է, որը պաշտպանված է, պաշտպանում է այդ համընդհանուր երանության խնդիրը, չէ՞։ Հիմա, ուրեմն տեսեք, Տեր Կրիշնան ինքը հայտնվեց տրանսցենդենտալ գիտելիքի տարածքում։ Եվ սա նշանակում է, որ այո, հոգևոր տրանսցենդենտալ գիտելիքն է, որ նպաստում է, որպեսզի կենդանեակը իր զարգացման մեջ գա այդ գաղափարի, որ իրականում ինքը վերջնական հանգիստ երջանկություն կարող է ունենալ միայն այն բարագայում, երբ որ երջանիկ են իր շրջապատում բոլորը։ Եթե բոլորը չի, որ երջանիկ են, իսկ ես երջանիկ եմ, դա միանգամից նշանակում է, որ կան կենդանեակներ, որոնք ինձ նախանձելու են։ Եթե կենդանեակը ինքը մտավ նախանձի, ուրեմն դաշտ, չէ, դա միանգամից նշանակում է, որ ինքը սկսելու է գործել անարդար, խորամանկ եւ դաժան արարքներ։ Հա? Ինչ է անելու նրա հաշվին։ Հարամելու է իմ երջանկությունը։ Հասկանում եք։ Եվ օրինակ ասենք աստվածամերժության դարաշրջանում, հատկապես մագիայի դաշտում, չէ, մենք կարողանում ենք տեսնել, որ մեկ-մեկ այնպիսի մարդիկ, այնպիսի մարդկանց վրա են այդ գիր ասածը անում, չէ, որ այսպես մնում է զարմացած։ Մարդը մտածում է, լավ, այս մարդը ինձ հետ ոչ մի կապ չունի։ Ասենք ինքը արեց այնպես, որ օրինակի համար, չգիտեմ, ես սիրո մեջ լինեմ դժբախտ։ Իրան դրանից ինչ։ Բայց այդպիսին է նախանձի բնությունը։ Հա, որ Սաբակնասյանի։ Ոչ քեզ, որ եթե ես չունեմ, պիտի դու էլ չունենաս, վերջ։ Հա, եթե ես չունեմ, ես չեմ կարող նայեմ, որ դու սեր ունես։
Կամ եթե ես հարստություն չունեմ, չեմ կարող նայեմ, որ դու բարեկեցիկ ես։ Կամ եթե ես ուժ չունեմ, չեմ կարող նայեմ, որ դու ուժեղ ես։ Չէ՞։ Եվ այդ այլանդակությունը մագիա կոչվածը, չէ, ինքը մեր ժամանակներում իրականում ներթափանցված է կյանքի բոլոր ոլորտներում։ Եթե ես կոպիտ ասեմ, կներեք, որտեղ թքում ես, այդպիսի մի հատ այլանդակ բան կա։ Հասկանում եք, եւ քանի տաղանդավոր մարդիկ, քանի երջանկություններ, քանի սիրո պատմություններ տեղի չեն ունեցել, չէ՞։ Ու ասում եմ, ոչ թե հրանք եթե ասենք մարդը ինքը ներգրավված է այդ սիտուացիայում, դու կարող ես ինչ-որ մի արդարացում գտնել, էլի, որ հիմա ասենք մարդը ներգրավված է, հոգեբանությամբ թույլ է, ինչ-որ այլանդակ քայլեր է անում իր ցանկությանը հասնելու համար։ Բայց երբ որ դա անում են մարդիկ, որոնք դրանից ոչ մի շահ չունեն, բացի ինքնաբավարարումից, որ այ եթե ես չունեմ, դու էլ չունես։ Всё, հասկանում եք, եւ երանության մասին ընդհանրապես խոսք չկա, չէ՞։ Այդ դրա համար է, որ տրանսցենդենտալ գիտելիքի տարածքում է ծնվում կենթանիակի սրտի մեջ համընդհանուր վայելքի գաղափարը։ Հիմա Տեր Կրիշնան, երբ որ ինքը հայտնվեց, իր այսպես կոչված բեղմնավորումը ինքը այսպես տեղի ունեցավ, ասվում է, որ Կրիշնան ինքը սկզբից մտավ իր հոր Վասուդևայի մտքի մեջ, հա, եւ սա ինքը եւ ասվում է, որ Վասուդևան, այսինքն Տեր Կրիշնայի այսպես հիմա ասում են բիոլոգический отец, հա, հայերեն չգիտեմ պետք է ոնց է, բիոլոգический Միրը կենսաբանական հայր, հա, ուրեմն այդ կենսաբանական հայրը, պայմանականորեն ասած, ինքը հոգևոր ուսուցչի բառնավորումն է, չէ՞։ Ուրեմն Գերագույն Աստվածնավորությունը ինքը տեղադրված է հոգևոր ուսուցչի մտքի մեջ։ Դա նշանակում է, որ հոգևոր ուսուցիչը ինքը իրականում միշտ մտածում է Գերագույն Աստվածնավորության եւ նրա հետ կապված թեմաների շուրջ, չէ՞։ Հետո ասվում է, որ ինքը իջավ Վասուդևայի մտքից դեպի Վասուդևայի սիրտը։ Իր սրտից ներքև չիջավ, դուրս եկավ եւ մտավ Դևակի սիրտը։ Դևակին ինքը աշակերտի բառնավորումն է, բայց իբնել այդ կարգավորիչ սկզբունքների տարածքում, հա, ինքը մտավ Դևակի սիրտը, այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը այդ համընդհանուր վայելքի գաղափարը ինքը ունի դա իր մտքի իր բանականության ամենակարևոր բանն է, արժեքն է, հա, եւ իր բոլոր ցանկությունները իրանք պատտվում են այդ դրա շուրջ, որպեսզի այդ դա տեղի ունենա, չէ՞։ Հիմա եւ դա իր սրտի գանձն է, այսինքն իր էմոցիոնալ աշխարհը ենթարկված է նրան։ Եվ ինքը իմիդը, տեսեք, շատ կարևոր է, որ այդ գաղափարը ինքը ոչ թե մտքից միտք գնաց, այսինքն չասվեց Գերագույն Աստվածնավորությունը ինքը մտավ Վասուդևայի միտքը, հետո տեղից տեղափոխվեց Դևակի միտքը։ Ինքը ասեց ինքը մտավ Վասուդևայի միտքը, հետո իջավ սիրտը։ Հասկանում եք, հետո նոր սրտից դուրս եկավ եւ մտավ Դևակի սիրտը, այսինքն հոգեվոր ուսուցիչը, երբ որ տեղափոխում է տրանսցենդենտալ գիտելիք, իր մեջ արդեն կա այդ սերմը, համընդհանուր երանության սերմը։ Եվ դա սրտից սիրտ է փոխանցվում, որպես զգացմունք, կարևոր զգացմունք, հասկանում եք, չէ՞։ Եվ այդտեղ արդեն Դևակի սրտից իջավ նրա արքանդը։ Այսպես է տեղի ունեցել Տեր Կրիշնայի այսպես կոչված բեղմնավորումը։ Ինքը ճիշտը իմաստ ուներ, էլի, ինքը Տեր Կրիշնան ինչ-որ բան էր ցույց տալիս, թե այդ համընդհանուր երանության սկզբունքը ինքը ինչպես է մտնում այս աշխարհ, չէ՞։ Հիմա երբ որ արդեն ինքը հայտնվեց, ինքը այսպես անմիջապես Դևակի այսպես փորից դուրս է գալիս, ոնց որ հիմա պատից դուրս գար, այդպես դուրս է գալիս եւ հզորության տեսքով։ Այսինքն այո, տրանսցենդենտալ գիտելիքի միջոցով
կարելի է իրականացնել Գերագույն Աստծո անձնավորության հզորությունը առաջի հերթին, հա? Եվ ինքը կանգնեց իր ծնողների առաջ, երկար խոսեց իրենց հետ, այնտեղ մենք ժամանակին այդ պատմությունը խոսանք, հիմա չխորանամ այդտեղ որ մտայել դուրս չեմ գա, հա? Հասկանում եք, չէ՞։ Եվ վերջում ինքը իր ծնողներին, դե որտեվ Կամսան, որը ինքը նյութական գիտակցության բանավորումն էր, ինքը Վասուդևայի և Դևակի երեխաներին սպանում էր, որովհետև վերևից ձայնը իրեն ասել էր, որ այդ զույգի 8-րդ երեխան քեզ սպանելու է, իսկ դա հենց Տեր Քրիստոսն էր, այսինքն այդ, որ համընդհանուր վայելքի գաղափարը ինքը ոչնչացնում է էգոիզմը, որտեղ նյութական գիտակցությունը դա էգոիզմն է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այստեղ մենք հանդիպում ենք այդ իրականությանը, որ երբ որ ինքը հայտնվեց, չէ, հիմա ինքը խնդիր ունի, որպեսզի ինքը աշխարհի առաջ ինքը պիտի խաղա, չէ, որ ինքը փոքր երեխա է, ու որ ինքը խոցելի է։ Հիմա եւ ինքը հայտնվեց այդ իր հզորության տեսքով, չէ, հետո ինքը իր ծնողներին ասեց, իսկ հիմա ես կդառնամ փոքրիկ երեխա, եւ դու դիմեց ինքը իր հորը ինձ կտանես Վրինդավան։ Այդ Վրինդավանը ինքը արդեն այդ հարաբերությունների երանության դաշտն է, հասկանում եք, որտեղ գիտելիքի, այլ երանության դաշտն է, եւ Ութավան ինքը միշտ ձգտում էր այդ դեպի Վրինդավան, ինքը մի հատ այդպիսի աղոթք ունի, որտեղ ինքը դիմում էր, ոնց որ աղոթում էր, որ ես աղաչում եմ, որ ես Վրինդավանում լինեմ մի հատ խոտ, որպեսզի այնտեղի նվիրալները պրոստը քայլեն իմ վրայով։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այդքան իր համար հրապուրելի էր այդ ամենաբարձրակույն, դրա համար իր անունը Ութավա էր, նա որ ձգտում է ավելի բարձրի։ Հասկացաք։ Եվ հիմա Վիդուրան, որը ինքը գիտելիքի մեջ խորանալու հակում ունեցող անձնավորությունն է եւ ինքը արդարության կիսաստվածն է, չէ՞։ Ինքը հանդիպեց այդ դեպի վերև ձգտողին։ Եվ իմինը Յամունայի ափերին, այ որտեղ այդ կազմուկայնությունն է տեղի ունենում, չէ՞։ Եվ Վիդուրան գրկեց Ութավային ու խնդրեց իրան, ասեց պատմի այդ երկուսի մասին, հա, իսկ այդ տեսանկյունից, չէ, երբ որ Տեր Քրիստոսն ինքը դարձավ մինչև այդ Վրինդավանում արդեն ծնվել էր, այսպես հայտնվել էր Տեր Բալարաման։ Եվ ինքը դա էր ցույց տալիս, որ այդ համընդհանուր երանության սկզբունքը ինքը պաշտպանված է հոգևոր ուժով։ Այսինքն ինչ որ մի հատ ուժի էներգիա կա, որով այդ ամենը շատ խիստ պաշտպանված է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն Վիդուրան ինքը խնդրեց Ութավային հենց դրա մասին, որպեսզի ինքը պատմի այդ ուրեմն անձնավորությունների մասին։ Հաջորդը դա նա էր, որ ինքը ասեց, արդյոք ամեն ինչ լավ է նրանց մոտ, ովքեր ապրում են Շուրասենայի տանը, չէ՞։ Ուրեմն հիմա Շուրասենան, իսկ ով էր Շուրասենան։ Շուրա բառը ինքը նշանակում է խրաբրի, համարձակ, հա, համարձակ, այսինքն հերոս։ Սենա ինքը նշանակում է բանակ, հա, վոյսկը։ Այսինքն ինքը իր անունը, իր անվան նշանակությունը ինքը այսպես է, էլի, որ համարձակների առաջնորդ, այսինքն բան էլի, հերոսական ուժ, այսպես։ Նա ում բանակը ինքը կազմված է հերոսներից եւ ինքն էլ այդ հերոսների առաջնորդն է, այսա է նշանակում իր անունը, հա։ Ուրեմն Շուրասենան ինքը Յադու ցեղի, այսինքն այն ցեղի, որում ծնվել էր Տեր Քրիստոսն, ինքը այդտեղ այսպես շատ հարգված թագավորներից մեկն էր եւ համարվում է Տեր Քրիստոսի նախնին։
Եվ իր կերպարը ինքը մարմնավորում է արքայական այդ ուժը, հա, այդ արքայական ուժը իմաստուն ղեկավարելու շատ ազնվազարմ բնություն ունենալու եւ այդ voitskое могущество ռազմական հզորություն, հա, ուրեմն արքայական ուժ, որովհետև եթե արքան ինքը թույլ բնավորություն ունի, ինքը չի կարող ղեկավարության տակ պահել ոչ իր անմիջական, ուրեմն, ասենք մինիստրներին, այսպես ասեմ, հա, ոչ էլ պետությունը, ուրեմն ինքը մարմնավորում է արքայական ուժը, իմաստուն ղեկավարությունը, ազնվազարմ ծագումը, հա, եւ այդ voitskое դոր ասեցի, եւ ռազմական հզորությունը, չէ՞։ Ուրեմն եւ հիմա ինքը Վիդուրան հարցրեց, թե այդ սկզբունքի հովանավորության տակ ապրող Կրիշնան, իրանք ընդհանրապես այդ բարեկամները, բաները, այդ բոլորը իրանք ինչպես են, հա։ Ուրեմն եւ իր հաջորդ հարցը եղավ այսպիսինը, խնդրում եմ պատմիր, արդյոք ամեն ինչ լավ է Կուրու ընտանիքի լավագույն ընկերոջ մեր Փեսայի Վասուդևայի հետ։ Այ Վասուդևան ինքը համարվում է կենսաբանական հայրը, ասը Գերագույն Աստծո։ Նրա առատաձեռնությունը սահմաններ չունի, նա հորպես հոգ է տանում քույրերի մասին եւ միշտ գիտի, թե ինչպես գոհացնել իր կանանց։ Ով ուտավա, ասա ինձ, թե ինչպես է Պրաջումնան Յադուբանակի հրամանատարը, ով իր նախորդ կյանքում Կուպիդոնն էր։ Նա Տեր Կրիշնայի եւ Ռուկմինիի որդին է, որ ծնել է նրան բրահմանների օրհնությամբ, որոնց նա ժամանակին կարողացել էր գոհացնել։ Հա, մտածեք։ Այսինքն հիմա ինքը շարունակում է, առաջին հերթին ինքը հարցրեց, ինչպես է Վասուդևան։ Այսինքն այն ազնվորությունը, այն հոգևոր ուսուցչի այն սկզբունքը, չէ, որը բերեց այս աշխարհ այդ համընդհանուր վայելքի գաղափարը։ Հա։ Եվ ինչ ասում, ասում է նրա առատաձեռնությունը սահմաններ չունի։ Այսինքն ինքը հոգևոր ուսուցիչը պետք է լինի առատաձեռն։ Հոգևոր ուսուցիչը ինքը չպետք է ագահություն ցուցաբերի, իսկ որն է հոգևոր ուսուցչի ագահությունը։ Հոգևոր ուսուցիչը ինքը իր միակ ունեցվածքը դա հոգևոր գիտելիքն է, չէ՞։ Եվ երբ որ ինքը թաքցնում է իր գիտելիքը, հա, եւ սա նշանակում է, որ միշտ առավելություն է պահում իր մեջ ուրիշ կենդանիների հանդեպ։ Իսկ հոգևոր ուսուցիչը ինքը պետք է լինի առատաձեռն։ Այսինքն ինքը պետք է ինչ է նշանակում առատաձեռն։ Իր միակ ունեցվածքը գիտելիքն է, ինքը բոլորին անխտիր, այսպես հավասար տալիս է այն ամենը, ինչ ինքը ունի։ Ինչի սիմպտոմ է դա։ Տեսեք օրինակ, եթե ազնվորությունը ինքը գիտելիքը օգտագործում է գումար վաստակելու նպատակով, ուրեմն այստեղ շատ կարևոր գաղափար կա։ Ազնվորությունը ինքը կարող է անկեղծ փոխանցել գիտելիք եւ ինչ որ մարդկանցից ստանալ նյութական աջակցություն, որը օգնում է իրան, որպեսզի ինքը ունենա ինչ որ կենցաղ, որովհետեւ քանի դեռ կենդանիակը ինքը նյութական աշխարհում է, եթե ինքը հրաժարվածների դասում չի, ինքը տնտեսության կարիք ունի, չէ՞։ Հիմա տեսեք, եւ կան ազնվորություններ, որոնք իրենք համարվում են կեղծարարներ։ Ինչն է իրանց տարբերությունը։ Կեղծարարները իրականում լինում են երկու տեսակի։ Մեկը դա նրանք են, ովքեր որ իրականում հոգևոր գիտելիք չունեն, բայց ներկայացնում են, որ ունեն։ Եվ իրանց սեփական հորինվածքները տալիս են որպես հոգևոր գիտելիք։
Կան ազնվորություններ, որոնք իրենք ունեն հոգևոր գիտելիք, բայց վաճառում են այդ հոգևոր գիտելիքը։ Վաճառել դա միշտ նշանակում է, որ ինքը սկզբնականորեն փող է պահանջում։ Գիտեք, եթե ես օրինակ ժամանակակից օրինակը բերեմ, չէ, մեծ մեր վրա բերեմ, ինքը բարձ օրինակ է, էլի։ Հոգևոր գիտելիքը ուղակի տրվում է, այսինքն ինչպես հիմա դա ես եմ անում, չէ։ Հարյուրավոր մարդիկ լսում են, իրանք հետո գնում են շարունակում են այդ գիտելիքը ինչ որտեղ օգտագործում են, հիմնականում ներկայացնում են որպես իրենց արժանիք, ոչ միտեղ իմ անունը չի հնչում, չէ։ Ասեք ոչ մեկ չի ասում, ես սա լսել եմ Էկմեկչյան Ադելաիդայից, բոլորը ասում են, այս սա էսպես է, հա, որտեղ ինչ որ մի հատ միտք եթե իրանց դուր է եկել, օգտագործում են, չէ։ Այսինքն այդ հնարավորությունը կա։ Ընթացքում կարող է լինեն, օրինակ կարող է օրինակ, չգիտեմ, 300 մարդ լսի, հա, 300 մարդուց 10 հոգի բուկվալն, 10-ից ոչ ավել, 10 հոգի ինչ որ գումար փոխանցի։ Էն էլ էսպես էլի։ Սիմվոլիկ, հասկանում եք, չէ։ Եվ ասենք, տեսեք, այսա նշանակում է, որ ազնվորությունը ինքը առատաձեռն է, որտեղ ինքը պայման չի դնում։ Եթե ես իմ օրինակն եմ շարունակում, 290 հոգին իրենք ուղակի լսում են, նույնիսկ լայք են ալարում դնեն։ Այսինքն ոչ մի տեղ, ոչ մի կերպ, ոչ էմոցիոնալ աջակցություն են ցուցադրում, ոչ ֆիզիկա, ոչ ֆինանսական, չէ։ Հիմա իսկ ինչ են անում նրանք, ովքեր որ ժլատ են, կամ ասենք նյութական բաներ են անում։ Մեր ժամանակներում դա արվում է այսպես. սեմինարը ինքը ունի մուտք։ Դու մտնում ես, մուծում ես ինչ որ մի հատ գումար, հետո նոր կարող ես մտնել լսել։ Եվ այդպես ստացվում է, որ գիտելիքը կարող է ստանալ միայն նա, ով գիտելիքի համար վճարել է։ Սա ժլատություն է։ Հա, ուրեմն սա ամենակոպիտ ժլատությունն է, բայց կա ժլատության մի հատ ուրիշ ձև։ Երբ որ ազնվորությունը ինքը կարող է այսպես ազատ ինչ-որ բան տալ, չէ, բայց միշտ իր մեջ պահել ինչ-որ գիտելիք, որի հաշվին ինքը կարող է առավելություն ունենա։ Այսինքն ինքը միշտ ինչ-որ մի բանը իրան է պահում, որ երբեք ոչ մեկ չկարողանա իրանից բարձր լինի։ Իսկ առատաձեռնությունը, չէ, դա մի որակ է, որտեղ հոգևոր գիտելիքը ինքը պետք է փոխանցվի այնպես, որ ցանկացած կենդանիակ, որը ինքը կվերցնի այդ գիտելիքը, ունենա իր ճանապարհը, եւ այդտեղ գիտելիքը տվողը պետք է պատրաստ լինի, որ կարող է հայտնվել անձնավորություն, որը այն տնավարի ասած իրան տանցնի։ Հասկացաք, չէ՞։ Այս բոլոր տրամադրությունները իրանք շատ կարևոր թեմաներ են այդ հոգևոր ուսուցիչ, աշակերտ բանի մեջ, չէ։ Հիմա Վիդուրան ինքը ասեց, որ Վյասադևան ինքը շռայլ է։ Ինքը շռայլ անձնավորություն է։ Հասկանում եք, չէ։ Եվ ասեց պատմի իր մասին։ Հիմա հաջորդը դա շատ հետաքրքիր մի հատ բան էր, չէ, որ ինքը ասեց, դա հորպես հոգ է տանում քույրերի մասին եւ միշտ գիտի, թե ինչպես գոհացնել իր կանանց։ Հիմա պրիչոմ ստեղ կանայք, հա, եւ հոգեվոր զարգացումը։ Կանայք իրանք էմոցիայի մարմնավորումն են։ Եվ իրականում հոգևոր աշխարհում ամենակարևորը դա էմոցիան է։ Եվ գոհացնել կանանց այս պարագայում նշանակում է, որ իրական հոգևոր ուսուցիչը ինքը որակավորում ունի գոհացնել հոգու էմոցիան։ Հա, իսկ ինչի կարիք ունի հոգին։ Հոգին իրականում ունի ընդամենը մի կարիք, դա սերն է։
Հասկանում եք, ինքը կարող է ունենալ տարբեր շահեր, բայց կարիքը մեկն է, դա սերն է։ Եվ այստեղ երբ որ ասեց, որ Վասուդևան, այսինքն տրանսցենդենտալ գիտելիք կրողը, ինքը որակավորում ուներ գոհացնել կանանց, դա նշանակում է, որ տրանսցենդենտալ գիտելիքը ինքը այն միակ գործոնն է, որը կարողանում է գոհացնել կենդանի էակի էմոցիոնալ աշխարհը, որը իր համար ամենակարևորն է։ Չէ՞ որ մենք հազարավոր պատմություններ գիտենք, չէ՞ որ մարդիկ հարստության մեջ կոպիտ ասած թաղված լինում են դժբախտ։ Եվ այդ բանից, որ իրանք մտածում էին, որ հարստությունը իրանց երջանկություն է բերելու, բայց չի բերում, իրանք կատաղում են եւ դառնում են հարուստ եւ դաժան։ Այդ ինչից են դες կատաղում։ Սիրո պակասից։ Որովհետեւ իրանք գալիս են մի հատ իրականության մեջ, որտեղ իրականում իրանց ճանաչում են հիմնականում նրա համար, որ իրանք հարուստ են եւ իրանց անձը դառնում է բացարձակ արժեզրկված։ Եվ այդ կասկածն է մտնում, որ ցանկացած մարդ, որ ինձ մոտենում է, ուրեմն բան, всё։ Ինքը բան է։ Ինձ ճանաչում է միայն փողի համար։ Եվ դա գազազացնում է մարդուն։ Հասկանում եք։ Եվ մարդիկ կան, որ այո, իրենք թաքցնում են, որ իրանք բանեն, կարողության տեր են, առաջի հերթին նրա համար, որ ամեն մի բարև տվող փող չուզի, բայց երկրորդ հերթին նրա համար, որ անձնական կյանքը դասավորելուց վստահ լինեն, որ իրանց փողի համար չեն սիրել։ Շատ այդպիսի մարդիկ կան, չէ՞, պատմություններ կան իրական, որ հարուստ մարդիկ իրանք ինչ-որ հասարակ մտնում են հասարակ մարդկանց շրջապատ եւ այնտեղ կանանց ներկայանում են այնպես, ոնց որ թե իրանք սովորական մարդ են։ Եվ այն կինը, որը ընտրում է իրան եւ ասում է ես սիրում եմ քեզ, ինքը հաստատ գիտի, որ սիրում է իմինը իրան, այլ ոչ թե իր փողը։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այս պահը, որը Ութավան ինքը Վիդուրան ինքը քննարկեց, դա չի նշանակում, որ Վասուդևան ինքը ռուսերեն ասում են պատկամլուչնիկ, իսկ կանանց ղեկավարության տակ է գտնվում։ Սա շատ կարևոր թեմա է, որ տրանսցենդենտալ գիտելիքը ինքը գիտի բավարարել հոգու ամենամեծ կարիքը, էմոցիայի ամենամեծ կարիքը, սիրո։ Եվ Վիդուրան այդ դրա մասին էր հարցնում, այա պատմի իր մասին, որտեվ ասենք իմ հասկանալ, թե այդ հոգևոր գիտելիքը ինքը ինչպես է կարողանում այդ ամեն ինչը անել, շատ կարևոր գաղափար է։ Ուրեմն այստեղ երկու թեմա էր հետաքրքրում Վիդուրային՝ հոգևոր ուսուցչի առատաձեռնությունը եւ նրա ունակությունը բավարարել մաքուր սիրո դաշտը։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն ձեզ։